Ուկրաինայում 2 մարդ է մահացել գիշերը ռուսական հարձակումների հետևանքով։ Թե հատկապես որ բնակավայրերում են զոհերը, Կիևի պաշտոնական աղբյուրը չի հայտնում։ Միայն նշում են, որ Ռուսաստանի զինված ուժերը ավելի քան 200 անօդաչու թռչող սարքով հարվածել է Սումիի, Խարկովի, Դնեպրի, Զապորոժիեի, Խմելնիցկիի և Օդեսայի շրջաններին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը Դնեպրոպետրովսկի մարզում առնվազն 6 վիրավորի մասին է հայտնում։ Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանը թիրախավորել է նաև Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինան չի կարողանում հաղթահարել ամբողջ երկրին պատոհասած էներգետիկ ճգնաժամը։ Զելենսկին անհանգստացնում է հատկապես իրավիճակը սահմանային բնակավայրերում և ճակատում։ Կան շրջաններ, որտեղ էլեկտրացանցերի վերանորոգումը գրեթե անհնար է, չդադարող հրետանակոծությունների պատճառով։ Միայն Զապորոժիեում ավելի քան 200,000 տուն խավարի մեջ է։ Ցավոք ամեն գիշեր նոր հարվածներ են լինում։ Ռուսաստանի գլխավոր թիրախը մնում է անփոփոխ, մեր էներգետիկ ենթակառուցվածքները։ Մոտ 58,000 մարդ շուրջօրյա աշխատում է էլեկտրացանցերի և արտադրող կայանների ջեռուցման ցանցերի վերականգնման համար։ Արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հաստատել է Զելենսկիի այն պնդումը, որ Ռուսաստանը նոր օդային հարձակում է պատրաստում։ Կիևը վստահեցնում է, ապացույցներ կան, որ Ռուսաստանը ատոմային էլեկտրակայանները սնուցող ենթակայաններին է հարվածելու։ Մոսկվան հրթիռներն է նախընտրում դիվանագիտության փոխարեն, ըստ Զելենսկիի, նա նորից մեղադրել է Ռուսաստանին խաղաղության շուրջ բանակցությունները տապալելու համար։ Եթե ռուսները լրջորեն ցանկանային վերջ տալ պատերազմին, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրա, ոչ թե հրթիռային հարվածների, էլեկտրաէներգիայի անջատումների ու ատոմակայանները վնասելու փորձերի վրա։ Դավոս մեկնելուց առաջ է այս հայտարարությունն արել Զելենսկին։ Այսօրվանից մինչև հունվարի 23-ը աշխարհի ավելի քան 60 երկրների ղեկավար է մասնակցելու միջազգային տնտեսական ֆորումին։ Դավոսը մեկնելու նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Կհանդիպի Թրամփը Զելենսկիին։ Սպիտակ տան օրակարգում հանդիպման մասին որևէ տեղեկություն չկա։ Բայց Դավոսում Ուկրաինայում խաղաղության բանակցությունների քննարկում լինելու է։ Արդար և կայուն խաղաղության հասնելու համար Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչները կշարունակեն աշխատանքը, ասել է Ուկրաինայի բանակցային թիմի ղեկավարը։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։